Անահիտին Աղթալա քաղաքում բոլորն են ճանաչում։ Երեխաներին նա հայտնի է Լույսիկին անունով։ Արդեն 12 տարի է Անահիտի կանացի պայուսակում տեղ են գտել նաև տարբեր աշխատանքային գործիքները։ Անահիտը Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության դեպետ մասնաճյուղի միակ կին էլեկտրամոնտյորն է եւ իր տղամարդ գործընկերներից ոչ պակաս վարպետությամբ վերացնում է էլեկտրականության հետ կապված ցանկացած խնդիր։ Եթե ես իմ անվտանգության կանոնները գիտեմ, ինչ տեղ դժվար բան կար, տուն գնացող լարը անջատեցի ու վերջ։ Վերջում արդեն իմ պլոմբը դրեցի պլոմբ, որ արդեն արկղը չբացվի։ Եղել է դժվար աշխատանքներ, բայց չեն թողել, որ ես նույնիսկ մոտենամ, ասլան մենք կանենք, դե դու կինես։ Աղթալա քաղաքի 3 թաղամասերի բնակիչների հետ էլ կին էլեկտրամոնտյորի աշխատանքը ստացվել է։ Վճարումները վերջին տարիներին բաժանորդները չեն ուշացնում։ Անահիտն էլ հոսանքն անջատելու կարիք չի ունենում։ Տարիներ առաջ պատկերը բոլորովին այլ էր։ Եղել է եւ մեր գրպանից էլ ենք դրել։ Եղել է օրինակ աշխատավարձ եմ ստացել, երեխեք են ունեցել տվյալ բաժանորդը չի կարողացել մուզիկամ իր գումարն ինչ որ իր աշխատավարձն է ուշացել, ես իրան օգնել եմ։ Անահիտը մասնագիտությամբ բուժքույր է ու ժամանակին մտքով էլ չի անցել, որ գլուխ կհանի նաև այս բարդ ու միաժամանակ նաև վտանգավոր կնոջ համար անսովոր մասնագիտությունից։ Ոչ մի անգամ չեմ մտածել, որ նման աշխատանքի մեջ կարող եմ աշխատել։ Դե ստիպված եմ աշխատել, հիմա էլ սիրում եմ իմ աշխատանքը, սիրով եմ զբաղվում։ Մինչ աշխատանքի անցնել Անահիտը երկար ժամանակ աշխատանք է փնտրել։ Ընտանիքի ֆինանսական խնդիրները հոգալ էր պետք, իսկ նա անօգնական ու թույլ կանացից չէր, պատրաստ էր հաղթահարել ցանկացած դժվարություն։ Ժողովի ժամանակ մենակ ես եմ նստում որպես կին, շատ հաճույքով է նստում եմ, ինձ զգում եմ որպես տղամարդ կին։ Իսկ իրանք ոնց են վերաբերվում։ Շատ լավ։ Մենք այդ ամբողջ անձնակազմը ոնց որ մենք մի ընտանիք ենք արդեն։ Տարօրինակ հայացքների պակաս կին էլեկտրամոնտյորը չի ունենում։ Իր համարձակությամբ ու աշխատասիրությամբ Անահիտը շատերին է զարմացնում։ Անահիտը 3 երեխաների մայր է, հիմա 2 թոռնիկների տատիկ է, հարգված գործընկեր ու ինչպես ինքն է հպարտանում, իր գործի վարպետ։ Օրինակ նայում էի, զարմանում էի, դու ոնց կարող ես նման տեղ աշխատես ու բայց դե ես չգիտեմ, սիրեցի, հարմարվեցի այս աշխատանքին ու դժվար աշխատանք չեմ տեսնում դրա մեջ, եթե սիրելով եմ աշխատում, իմ գործը սիրում եմ, անվտանգության կանոնները չեմ խախտում, ինձ թվում է դժվար աշխատանք չեմ գտնում։ Իր կանացի երջանկությունը Անահիտը գտել է ամենուր կյանքում, ընտանիքում, աշխատանքում։ Ասում է, որ երջանկությունը հենց այնպես չի տրվում։ Կյանքում հաջողակ լինելու համար ձգտել ու անտրտունջ աշխատել է պետք։ Այդ դեպքում չեն ուշանա թե երջանկությունը, թե հաջողությունը։ Գումարը կազմում է 4900 դրամ։ Լրիվ նորմալ, լրիվ ամեն ինչ լավ, ոչ մի բողոք չունեն, շատ գոհ կատարում են։ Հա, ինքն էլ մեզանից իհարկե։ Մերի Կոլոլյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։